Մենք քննարկում ենք տեսակետներ ու մտքեր, որոնք քիչ են բարձրաձայնվում, ներկայացնում ենք արժեքներ, որոնք կարող են դառնալ բացարձակ։ Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է։ Այսօր իմ հյուրը Վահե Ղազարյանն է։ Ողջույն Վահե։ Ողջույն Արման։ Արդեն երկար տարիներ է ինչ հեռուստաեթերում եք եւ հիմնականում ներկայանում եք խիստ հաղորդավարի կերպարով։ Որոշ մարդկանց բնորոշմամբ կամ շատ հուզական դրսևորումներով կամ բացարձակ որևէ էմոցիայի, բայց կյանքում կարծես բոլորովին այլ եք։ Այ իրականում ինչպիսին է Սուրանկյան Վահեն։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Մենք եւս շնորհակալ ենք։ Ճիշտ ասած անսովոր մի քիչ ֆորմատը, սովորաբար մենք ենք հարցազրույց վարում, այնպես ստացվեց, որ այս անգամ մենք գտնվում ենք հակառակ կողմում։ Նման դեպքերում սովորաբար ասում են մսից եւ արյունից է։ Բայց եթե ավելի ճիշտ ասած մի քանի անգամ առիթ եղել է այս հարցին պատասխանելու, եւս մեկ անգամ ասեմ, դժվար է հասարակության մեջ արկա արատավոր երևույթների մասին խոսել ժպտացող դեմքով կամ ասենք ոչ մի բան չասող արտահայտությամբ, դա օրինաչափություն է։ Եվ միաժամանակ երբ խոսքը գնում է բարեգործության եւ այլ կարգի երևույթների մասին, իմ դեմքը հակամա վարյանում է։ Բոլորը երևի թե նկատած կլինեն, այսինքն ինքը թեման է կեցվածքը թելադրում։ Ու կարծում եմ բոլոր նորմալ մարդկանց մոտ այդպես է։ Վահե, բացի դրական կարծիքները վստահ եմ ձեզ հասել են նաև հաղորդման վերաբերյալ տարբեր քննադատություններ, որոնք շրջանառվել են հանրության շրջանում տարբեր ժամանակահատվածներում։ Այ անդրադառնալով դրանց ինչ կասեք։ Բացասական կարծիքներ մինչ այժմ ես ուրիշ տեսակետ եմ ավելի շատ լսում, որ մենք չափից շատ բացասական լուրեր ենք հաղորդում եւ այլ, բայց խնդիրը հետեւյալն է, բացասական կարծիքները պետք է տարանջատել։ Քննադատությունը, ես իհարկե շնորհակալ եմ բոլոր քննադատողներին, առավել եւս նրանց, ովքեր ում քննադատությունը բովանդակային հենք ունի եւ դա օգնում է մեր աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Բայց լինում են նաեւ այնպիսի քննադատություններ, որոնք հատվածական ինչ որ շահեր են հետապնդում կամ ասենք կրում են սուբյեկտիվ բնույթ մեր ընկալմամբ, դրանց փորձում ենք չանդրադառնանք։ Այ ինչ քննադատություններ կհիշեք այս բանին։ Անկեղծ ասած տարբեր տեսակի չեմ կարող հիմա մտաբերեմ ինչ որ կոնկրետ մի քննադատություն, բայց հավատացած եղեք, որ գրեթե ամեն թողարկումից հետո ակտիվ քննարկում է գնում թե սոցցանցերում, թե հեռուստատեսային հարթակում նաև, դա նաև գալիս է մի ուրիշ բանից։ Մենք ի սկզբանե 5 տարի արդեն եթերում ենք, մենք որդեգրել ենք հետևյալ սկզբունքը՝ չանդրադառնանք վերևից պարտադրված օրակարգին։ Մենք ինքներս ենք փորձում ստեղծել օրակարգ, եւ այդ օրակարգը շատ հաճախ դառնում է քննարկման թեմա։ Ու եթե ուշադիր լինեք, ասենք ինչ որ մի նյութի սուրանկյունը երբ անդրադառնում է, հաջորդ շաբաթ ինչ որ մի մամուլի ասուլիս նվիրված թեմային տեղի է ունենում ու դրանից հետո սկսում են քննարկումները եւ այլն, ու տեղից գալիս է հասնում է դեպի սկզբնաղբյուրը, որտեղից է դա դուրս եկել ու գալիս է։ Դե ավելի շատ մի քիչ սուբյեկտիվ բնույթի է կրում այդ քննադատությունը։ Դրանց մենք փորձում ենք չանդրադառնալ, մենք անում ենք մեր գործը։ Մեր ամենակարևորը ժողովրդի վստահությունն է։ Շատ լավ, Վահե, կար ժամանակ, երբ ակտիվ քննարկվում էր նաև ձեր ժեստիկուլյացիան։ Այ ինչպես հաղթարեցիք այդ շրջանը եւ ո՞րն էր ձեր պատասխանը ձեզ քննադատողներին։ Անկեղծ ասած 3-4 անգամ առիթ ունեցել եմ նույնիսկ ես իմ հաղորդման շրջանակում խոսել եմ ժեստիկուլյացիայի մասին, դա հաղորդակցության միջոցների փոխանցման ձև է։ Դա հեռուստադիտողի մի քիչ ճակերտներ բացեմ, դա ենթագիտակցության վրա ազդելու միջոց է։ Սա սովորաբար չեն ասում, բայց ես ասում եմ, դա հեռուստադիտողին ավելի լավ ընկալելու, ավելի խորանալու այն ներկայացվող թեմայի մեջ հրաժարելի ինչ-որ միջոց է։ Ես շարունակում եմ ժեստիկուլյացիաները։ Եղել են քննադատություններ, ինչ-որ բան, նույնիսկ տեսել եք, փոփոխվել է ինչ-որ բան, բայց հիմնականում պահպանվում է։ Այսինքն կառուցողական էին քննադատությունները։ Որոշ առումով, այսինքն կան տարբեր ժեստեր։ Որոշ ժեստերից ես հրաժարվել եմ քննադատության արդյունքում, որովհետև դրանք ավելի շատ մարդկանց նյարդայնացնում էին։ Իրենք են ասում, չնայած ես կարծում եմ, որ հակառակն էր, բայց ամեն դեպքում որոշ ժեստերից այսինքն գնացել եք որոշակի զոհողությունների։ Իհարկե, հասարակության կարծիքը միշտ պետք է հաշվի առնել։ Շատ լավ, վայ, ունեք մարկետոլոգի որակավորում։ Այ որքանով է դա օգնում ձեր այսօրվա աշխատանքում ձեզ։ Շատ։ Հատկապես տնտեսագիտական կրթությունը հատկապես օգնում է կազմակերպչական հարցերում եւ պրոդյուսինգի։ Բայց մնացած հարցերում, ավելի խճճված հարցերում, որոնք մեր աշխատանքում չեն պակասում ոչ մի ձեր, վերլուծական մեթոդներ ենք մենք կիրառում։ Դա ավելի շատ օգնում է այդ հարցերը իմի բերել, որովհետև միշտ գտնվում են մարդիկ, ովքեր դժգոհ են մնում։ Միշտ, անկախ նրանից ինչ ձև, մենք փորձում ենք հնարավորինս հավասարակշիռ ներկայացնել նյութը։ Սակայն միշտ գտնվում է մի կողմ, ով ասում է, այ գիտեք, նրան, ասենք, չգիտեմ, 1.5 րոպե ավել ժամանակ տրվեց եւ այս անհետեթ ինչ որ խոսակցություններ փորձում ենք ասենք այդ մեթոդներով, դա վերլուծական մեթոդներով, դրանք ինչ որ մի չեմ ասում դրա շուրջ խոսեմ, բայց ամեն դեպքում դրանց միջոցով փորձում ենք փարատենք բոլորի մտավախություններն ու կասկածները,
որովհետև միշտ ինչ որ ուրեմն եթե սենց են ասում նշանակում է ինչ հերո ինենց երևակայությունը սահման չունի մարդկանց հենց ինչ որ մի քննադատություն անջում մի անգամից չգիտեմ դա փոքր ազգին բնորոշակ կամ ասենք մարդկային որոշակի հոգեբանության հետ կապված չեմ ուզում դրա մեջ խորանալ բայց փաստն եմ արձանագրում Վահե դուք այն եզակի հերոստադեմքերից եք ով իր կնոջ հետ անցկացնում է ոչ միայն առօրյան, այլ նաև աշխատանքի գործընթացի որոշակի մասը, որքանով է դա օգնում հարաբերություններում։ Ընտանեկան հարաբերությունները Առհասարակ հարաբերություններում ասեմ ձեզ օգնում է որքան պարադոքսալ հնչի, բայց օգնում է, որովհետև աշխատանքային ժամն էլ է մեր ընդհանուր հարաբերությունների ժամի մեջ մտնում, այսինքն ավելի հաճախ ենք մենք իրար հանդիպում, դրա արդյունքում մենք արդեն իրար հասկանում ենք կես հայացքից անկեղծ եմ ասում։ Ինչ վերաբերում է ընտանեկան խնդիրներ լինում են, բայց ընտանեկան խնդիրները մենք չենք տեղափոխում աշխատանքային հարթություն, այսինքն իսկ աշխատանքային հարաբերությունները ամբողջությամբ բնականon ամեն ինչ նորմալ է։ Դուք նաև ակտիվ արձագանքում եք հասարակական ու քաղաքական իրարանցումներին, ձեր գրառումներում ներկայացնելով հանրային դժգոհության տարբեր ալիքներ։ Այսօր ինչը ձեզ չի գոհացնում մեր իրականության մեջ։ Ինչը չի գոհացնում մեր իրականության մեջ, ավելի շատ անարդարությունները։ Անարդարության հետ հաճախ եք բախվում։ Միանշանակ չինովնիկների զորբայությունները, կոռուպցիոն դրսևորումները, հովանավորչությունը, նման կարգի արատավոր երևույթներ, որոնք ցավոք մեզանում շատ են։ Ու ես կարծում եմ, որ դրանց դեմ կարելի է պայքարել։ Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում դրանց դեմ կարելի է պայքարել, ու պետք է հասկանալ, չի կարելի զարգացնել տնտեսությունը, եթե իշխանություն, հասարակություն, փոխվստահության կապը կտրված է։ Չի կարելի ուղղակի զարգացնել, այսինքն պետք է հնարավորինս ազնիվ եւ արդար լինել հասարակության հետ։ Սա է ամբողջ խնդիրը։ Մենք առավելևս մենք լրագրողներս պետք է միջնորդ հանդիսանանք այդ հարաբերությունների մեջ ու սուրանկյունը հենց նաև այդ նպատակն է հետապնդում նաև, այսինքն բարձրացնելով շատ դեպքերում ցավոտ հարցեր, որոնք խնամքով նույնիսկ թաքցված են։ Շատերը չեն առանջում նման խնդիրների հետ, որ ասում են մենք օրակարգ ենք ձևավորում, այդ համատեքստում եմ ասում։ Մենք բարձրացնելով այս հարցերը փորձում ենք դրանց լուծում տալ, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հասարակության համար ոչ միայն անկալելի դառնան դրանք, այսինքն իրանք փորձեն տարանջատեն, դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ են։ Այս բոլոր միջնորդական դերակատարումը այսօրվա դրությամբ ստանձնել ենք նաև մենք։ Ու ես կարծում եմ, որ դա լրագրողների առաքելությունն է նաև, որովհետև անկախ ամեն ինչից լրագրողը գտնվում է ինչ որ մի, ասած ասեմ, թիմային համերաշխության մեջ կամ մեկ այլ ինչ որ նա առաջին հերթին պետք է ծառայի իր նպատակին, պետք է լրագրողի կոչմանը հավատարիմ մնալ, որովհետև մենք էլ ենք իշխանության ներկայացուցիչ, մենք էլ չորրորդ իշխանության ներկայացուցիչն ենք։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է բավարարենք հանրության պահանջը։ Այսինքն մենք կոնկրետ առաջնորդվում ենք հանրության շահերով, զուրանք։ Շատ դեպքերում մեղադրում է, որ հեռուստատեսությունն է ճաշակ թելադրում, սա եւ այլն, ճիշտ է, բայց չի կարելի հաշվի չառնել հանրության պահանջները։ Մենք հանրության պատվերն ենք կատարում։ Այսօր ո՞րն է հանրության գլոբալ պահանջը։ Երևի թե իմ նշած անարդարությունների հետ է շատ բախվում։ Մարդկանց հույսը կորել է։ Հավատն է կորել։ Մարդիկ ձգտում են, որպեսզի իրենց համար ամեն ինչ բարձ լինի, հասկանալի դառնա։ Գիտեք ոնց, ասենք մարդ եթե արժե համակարգի ձևավորման ուղղությամբ ժամանակ չի ունենում մտածել ուզուտ այն պատճառով, քանի որ ինքը այսօրվա դրությամբ լուծում է հացի խնդիրը, ինչպես կարա ավելի բան պահանջես այդ մարդկանցից։ Բայց անկախ ձեր ցանկության հաղորդաշրջանակներում եւ առհասարակ շփվում եք հիմնականում բացական լուրերի հետ։ Կա թեմա, որին դեռ չեք անդրադարձել, բայց լրելն այլևս անհնար է։ Ես քիչ առաջ ասեցի, բացական թեմաների ավելցուկի մասին էին մեզ մեղադրում, որ մենք շատ հաճախ բացական թեմաներ ենք տալիս։ Գիտեք ոնց, օրինակ դուք ձեր սիրելիներին կստեք։ Ոչ, չեք ստի։ Ինչպես կարելի է ժողովրդի վստահությունը վաստակել ինչ որ հարցերը շրջանցելով։ Առհասարակ լուրերը չեն լինում դրական եւ բացական, լուրերը լինում են ճշգրիտ եւ աղավաղված։ Բայց դիցուկ, եթե մենք առաջնորդվում ենք դրական եւ բացական լուրերով ու չենք անդրադառնում բացականը, այդտեղ անվստահության մթնոլորտն է խորանում։ Դա բնորոշ է ամբողջատիրական հասարակություններին։ Մեր մոտ ժողովրդավարական հասարակություն ենք մենք ուզում կառուցենք։ Դրանք անթույլատրել են ուղղակի մեր համար։ Դրա համար մենք կարծում ենք, որ հենց լրագրողի կոչումը դրանն է, բուն ծառայում է հենց այդ նպատակին, որպեսզի դառնանք միջնորդ անարդար խնդիրները լուծելու հարցում։
Շատ լավ, այդ ձեր թույլտվությամբ մեջ բերեմ ձեր իսկ խոսքերը, կյանքում կարևոր աշխատանքը բոլոր դժվարություններից, զախորտություններից, նույնիսկ դժբախտությունից կարելի է փրկություն գտնել միայն աշխատանքով եւ մոլորյալ են նրանք, ովքեր կարծում են, որ երջանկությունը ոչինչ չանելն է։ Աշխատանքը նույնիսկ սովորական օրը կարող է տոն դարձնել եւ բոլորովին էլ կարևոր չէ թե մարդն ինչ գործ է անում, կարևորը որ այն անում է սիրով, նվիրումով, հանուն ինչ որ բանի։ Հանուն ինչի եք դուք անում ձեր աշխատանքը եւ ինչ այն ձեզ տալիս։ Ես տեսնում դուք լավ պատրաստել եք։ Եթե 2 տարի առաջվա գրառում եք ընթերցում, ձեզ նույնպես շնորհակալություն, թերևս հանուն Աստծո եւ իմ ուսուցիչների։ Հենց նրանք են ինձ փոխանցել լրագրողի շնորհն ու ամբությունները։ Երևի թե այսքանը ավելի բան չեմ ուզում ասեմ։ Լավ, ձեր աշխատանքով արժանացել եք տարբեր պարգևների ու մեդալների։ Այդ կյանքից վերցրած ամենամեծ պարգևը ո՞րն է եղել։ Երեխաներս կնոջս սերը եւ ժողովրդի համակրանքը ինչ որ անում։ Այսօր ունենալով գեղեցիկ ընտանիք, սիրելի աշխատանք, որը բերեց նաեւ հանրային ճանաչում, այնուամենայնիվ կա մի բան, ինչը պակասում է ձեզ կյանքում։ Պակասում է կյանքում։ Կա թերևս խաղաղությունը։ Գիտեք, անձնական կյանքում շնորհակալ եմ Աստծոց, որ ամեն ինչ կարգին է ինձ մոտ, բայց ինչ որ մի բան միշտ ինձ ասենց ասեմ նեղացնում է, կարծում եմ շատերին։ Երբ ամեն օր տեղեկանում ենք, որ սահմանին զոհ է լինում, մեր տղաներից են զոհում, իրոք մտահոգիչ է, թերևս ավելի շատ խաղաղություն է։ Վայ, երբեմն, երբ ցանկանում եք ինքներդ ձեզ հետ լռել, ուր եք գնում։ Ուր եմ գնում։ Ցանկանում եմ լռել, բայց կենտրոնացած ուր եմ գնում, չէ, տանն եմ մնում։ Տանն եմ մնում, ես ունեմ իմ առանձնասենյակը, ես այնտեղ եմ անցկացնում, երբ լռում եմ։ Բայց սովորաբար մտածելու իհարկե շատ բաներ կան, բայց սովորաբար կարդում եմ։ Ինչ։ Փիլիսոփայություն։ Հանգստացնում է։ Իհարկե, ոչ միայն հանգստացնում է, նաև խաթան է հանդիսանում որոշ հանգամանքներին նայել այլ տեսանկյունից։ Գիտեք, ոնց ասենք, անընդհատ նույն քիչ առաջ նշեցիք, մեջբերում արեցիք, պետք է քո համար դու ստեղծես պոզիտիվ, որքան էլ դառնա մեր կյանքը, բայց պոզիտիվ ինչ որ բաներ, որպեսզի կարողանաս նոր ստիմուլ ստանաս, ասենք իրերին նայես այլ տեսանկյունից։ Գիտեք ոնց 5 տարի քննադատում ենք, շատ դեպքերում հարցերը ստանում են իրենց պատասխանը, շատ դեպքերում չեն ստանում։ Մենք խոսում ենք, մենք փորձում ենք հասարակությանը օգտակար լինել, բայց ինքը դառնում է ռուտինա։ Ռուտինա, ռուսներն են ավելի լավ բան անում, ֆրանսերեն բառը, բայց ռուտինա է։ Այդ ռուտինայից պետք է կարողանաս ձերբազատվել, որպեսզի մարդիկ քեզ այդ շփումից էներգիա ստանան, ոչ թե ընդհակառակը։ Դա լռության ժամանակ առիթ լինում է դրան շուրջ մտածելու ու կարծում եմ, որ բոլորը են նման։ Երբ որ լռում են, ասենք իրենք պետք է բարի բաների մասին մտածեն։ Պետք չի, գիտենք, ծանր է, շատ ծանր է։ Ոչ մեկ չի երգում։ Նույնիսկ հիմա արդեն իշխանությունները չեն երգում, որ ծանր է։ Բայց պետք է ավելի բարի բաների մասին մտածել։ Վայ, կյանքում կան արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում վերարժևորվում եւ դառնում են բացարձակ։ Ինչն է ձեզ համար բացարձակ արժեք։ Բացարձակ արժեք։ Բացարձակ արժեքն Աստված է։ Կա բարձրագույն արժեք, ոչ թե բացարձակ։ Բարձրագույն արժեք ինձ համար մարդն է։ Բարձրագույն եւ անսակարկելի արժեքը անկախ Հայաստանն է։ Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն են բարձրագույն արժեքները։ Մի խոսքով եղբայրություն, հավասարություն, չէ, ինչպես ասում են ֆրանսիացիները, դրանք են բարձրագույն արժեքները, մնացածը ամեն ինչ անցյալ է։ Ինձ համար բարձրագույն արժեքն Աստված է։ Հաղորդման այս հատվածում հնչեցնում ենք համացանցի օգտատերերի կողմից ձեզ ուղղված հարցերը։ Ասում են, եղել են դեպքեր, երբ ձեզ վրա փորձել են ճնշում գործադրել հաղորդման մեջ տեղ գտած այս կամ այն նյութը չհեռացակելու պահանջ ներկայացնելով։ Եղել են։ Իհարկե եղել են, չեմ թաքցնի։ Բայց այդ նյութերը հեռացակվել են եթեր։ Իսկ վախ չի եղել։ Դու գիտեք, ասենք, ուրեմն պետք է չանենք մեր աշխատանքը։ Եթե վախենանք, ուրեմն պետք է չանենք։ Լավ, ինչու Սուրանկյունը չի անդրադառնում օլիգարխների կողմից կատարած ապօրինի գործողություններին։ Սուրանկյունը չի անդրադառնում։
Ինչ հաղորդում են նայել։ Չգիտեմ։ Օգտատերը ինձ թվում է չի նայել Սուրենգյունը, բազմաթիվ մարդիկ կհաստատեն, որ Սուրենգյունը բազմից է անդրադարձել օլիգարխների կատարած ապօրինություններին։ Ինչից կամ ումից էր վախենում Վահե Ղազարյանը, որ ժամանակին միայն զենքով էր շրջում։ Ո՞ր կադրերով էլ ցույց տա, որ այն զենքով էր շրջում։ Չէ, դենց խնդիր։ Երկե ոչ։ Ես բաց եմ, պարզ եմ։ Ես քայլելով եկել եմ ձեզ մոտ հյուր։ Դենց խնդիր չկա։ Ես անձամբ եմ ձեզ դիմավորել։ Դենց խնդիր բացարձակ չկա։ Պարզ ենք։ Դե ինչ, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ հետաքրքիր զրույցի համար, իսկ ձեզ խոստանում որ կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաջորդ հյուրին ու նրա բացարձակ արժեքը բացահայտելու ակնկալիքով։